Քեզ Զարուհին եմ Փոստանջան, իմ պաշտպանյալս համար երաշխավորագիր եմ բերել, ինչու չի կարելի, օրենքը կասեք։ Ես հիմա գտնվում եմ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունում, այս ևս մեկ պետական հաստատություն է, մեր գումարների հաշվին գործող, ասում են չի կարելի, բայց նեն չի, որ ես եկել եմ, ասեք, նկարել ասում են չի կարելի, բայց ես եկել եմ, որպեսզի փաստաթղթավորեմ, տեսեք, հարգելի քաղաքացիներ, Լիլիթ Աղեկյանի վերաբերյալ երաշխավորագիրն է, ներկայացված գլխավոր դատախազին, կալանքի խափամամիջոցի հետ կապված։ Հիմա ես պետք է սա փորձեմ փոխանցել։ Ինչ եք ասում։ Օրենքը ցույց տվեք։ Նա ցույց տվեք, բերեք օրենքը, ես ծանոթանամ, ես լավ չգիտեմ օրենքը։ Չէ, բերեք օրենքը, որ ծանոթանամ, այստեղ ոչ միտեղ չի գրած, որ ես իրավունքներ չունեմ։ Խնդրում եմ այս փաստաթուղթը բարև ձեզ փոխանցել տիկին գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին։ Որտեղ անցագրայինից։ Միշտ տեղից եմ հանձնել։ Հիմա փոխեցիք կարգը։ Չէ, չենք փոխել, համեցեք ասա։ Իրոք այդպես է։ Հարկերից ընդունարանը գտնվում է կողքը, մոտեցեք ընդունարանը։ Որ ժամանակ ես տեղից հանձնել եմ, դրա համար եմ ասում, հիմա փոխեցի։ Կարող եք գնալ, տեսնել, դա քաղաքացիներ ընդունարան։ Հիմա տեսնենք, հիմա փոխանցում են, որ գնամ ես ընդունարան։ Տեսնենք ինձ օգնելու են, տեսնենք ոնց են օգնելու։ Ասեք։ Գլխավոր դատախազությունը նկարահանումը թույլատրված չի։ Ես դատախազության նույնիսկ որևիցե մի պաշտոնյայի կաբինետում չեմ։ Ես հիմա Սա կոչվում է գլխավոր դատախազության։ շատ լավ օրենքը ցույց կտա։ Օրենքը։ Չէ, գրավոր ես չեմ դիմում։ Ես եկել եմ իմ կողմից, իմ պետության դատախազություն, իմ կողմից ֆինանսավորվող։ Ես ձեզ չեմ նկարում։ Այո։ Խնդրեմ ես մուտք արեք։ Ասեք։ Ես այստեղ չեմ աշխատում։ Հա, ով է, ես ինձ ուղեկցեցի, որ դիմում եմ։ Լսում եմ։ Իսկ յանք ովքեր են։ Հա, Փոստանջան, մի քիչ որ լավ հարցնենք, մենք կասենք։ Ես դիմումատու եմ եւ բողոքատու եմ մեկ վայր։ հա, հաստատալ է, լավ, ես ձեզանց բարձաբանումներ չեմ ուզում։ Հիմա այս տեսեք տիկին Աննա Վարդապետյան, ձեզ ներկայացնում եմ Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի պատգամավորների կողմից ստորագրված դիմում երաշխավորագիրը, որը վերաբերելի է Լիլիթ Աղեկյանի գործին, որով նրանք երաշխավորում են Լիլիթ Աղեկյանի համապատասխան վարքագիծը եւ պահանջում ձեզանից շուտապույտ այս երաշխավորագրին ընթացք տալ եւ ազատ արձակել Լիլիթ Աղեկյանին։ Սա է պահանջում ձեզանից եւ հենց հիմա ձեր աշխատակիցներին հրամայեք, որ իջնեն եւ այս արկղից տանեն այս դիմումը երաշխավորագրի վերաբերյալ։ Արագացրեք շուտ, որ ձեր աշխատակիցները գան եւ տանեն այս դիմումը։ Հիմա ես այս դիմումը դրեցի այս արկղի մեջ։ Մի վարկյան, հեսա ես ավարտեցի, ձեզ չեմ նկարում, հանգիստ եղեք։ Այսքանի հիմա ես գնում եմ արդեն այլ գործերով Լիլիթ Աղեկյանի այլ բողոքներ ներկայացնելու։ Արդեն Լիլիթ Աղեկյանը ունի 2 բողոք դատարաններում եւ դուք պարտավոր եք այդ բողոքների վերաբերվել լրջությամբ։